Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը։ Այսօր իմ զրուցակիցն է վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշեց, այսպես ասենք, օգոստոսի 8-ի երակողմ հռչակագիրը, բարեբախտաբար առանց աշխարհագրական տեղանուններ այս անգամ խառնելու, Արմենիան, Ալբանիա եւ այլն, բայց եթե ավելի լուրջ, սովորաբար դիվանագիտական դաշտում նման հիշեցումները լինում են կամ զուգահեռվում են, կամ որպես հետևանք լինում են, երբ կա վտանգ ինչ-որ պայմանավորվածություն խախտելու։ Այսինքն հիշեցնում են, որ այս բանը չի կարելի խախտել։ Թրամփի դեպքում մի քիչ բարդ է իհարկե գլխի ընկնել, թե ինչ նպատակ ուներ, միգուցե ասենք, չգիտեմ, Նոբելյան մրցանակի հանձնաժողովին էր հիշեցնում իր մասին։ Ըստ ձեզ, ինչի հետ էր կապված այդ հիշեցումը։ Պարոն Սարդարյան, սա այն դեպքն է, երբ որ ձեր հարցում արդեն պատասխանը կար, ակնարկը կար, իրականում չեմ կարող ձեզ հետ չհամաձայնվել, եթե Թրամփի փոխարեն լիներ ինչ-որ այլ ԱՄՆ նախագահ, օրինակ Բայդենը, մենք կարող ենք հստակ նշել, որ այստեղ որևէ կասկած չի կարող լինել, որ Ադրբեջանին հիշեցնում են պարտավորությունների մասին, որը Ադրբեջանը չի կատարում։ Բայց այդ Թրամփի դեպքում դա չենք կարող ասել, որովհետև իրոք նա կարող է հիշել այսօր Նոբելյան մրցանակի մասին, միգուցե Մելանիանը հիշեցրել իր կինը։ Ես Արեն սարկազմի եմ ասում։ Սա իրականություն է։ Իսկ շատ հնարավոր է, որ իրոք քաղաքական դրդապատճառներով, ասենք, պետդեպից ինչ որ զանգ է ստացել եւ այս գրառումը կատարել է։ Այսօր մենք չենք կարող հստակ այս հարցին պատասխանել եւ երկու վարկածնել կյանքի իրավունք ունեն։ Մենք պետք է հիշենք, որ Թրամփի մեջ կա 3 մարդ, 3 կատեգորիայի մարդ՝ պոպուլիստ, քաղաքական գործիչ եւ բիզնեսմեն։ Հիմա այս պահին ո՞րն է այդ հայտարարությունը, ո՞րն է այդ 3-ից անում, մենք չենք կարող ասել։ Իսկ դուք արդեն որպես վերլուծաբան վտանգ տեսնեք նոյեմբերի 8-ի հռչակագրի իրականացման հետ կապված, հատկապես եթե հաշվի առնենք, որ 3 օր առաջ Ադրբեջանը պաշտոնապես օգոստոսի 8-ի ներողություն, օգոստոսի 8-ի հռչակագրի հետ կապված, հատկապես որ 3 օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ հերթական անգամ մեծացնում է ռազմական բյուջեն, ճիշտ է, շատերը սա պայմանավորում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ, շատերը սա այսպես ուղարկում են Կասպից ծով, այսինքն այդտեղ Ադրբեջանը խնդիրներ ունի, որոնք պետք է լուծի եւ այլն, այսինքն դա բնավ պարտադիր չէ, որ ուղղված է Հայաստանի կամ առավելևս Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, բայց դե որ ասում կաթից վառվածը ջուրն էլ է փչելով խմում։ Հիմա կա վտանգ։ Վտանգ միշտ էլ կա։ Քաղաքականությունում երբևիցե չի կարելի որևէ սցենար բացառել, բոլոր սցենարները մենք պարտավոր ենք քննարկել։ Այո, այդպեսի վտանգ կա։ Այո, այդ վտանգը քիչ հավանական է, որ նա դառնա իրականություն, բայց այդպիսի սցենար մենք կարող ենք դիտարկել։ Ադրբեջանը շարունակելու է պաշտպանական ծախսերը մեծացնել, մեկ պարզ պատճառով Ադրբեջանը այլ ընտրանք չունի։ Ալիևը չի կարող իր հասարակությանը առաջարկել ներհասարակական համերաշխության որևէ գաղափար կամ չգիտեմ միտք, հա, այսպես ասեմ։ Կուշտ ապրելը միավորող չի։ Այստեղ խնդիր կա, պարոն Սարդարյան, նրանք կուշտ չեն։ Ես հենց այդ եմ ասում, այսինքն դրա փոխարեն մարդկանց կշտացնել, որովհետև 3, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվեց, Ադրբեջանը վերջին 20 երկրների մեջ էր ապահովության իմաստով։ Եվ կրկին դուք ձեր հարցում տալիս եք պատասխան։ Ադրբեջանում իրավիճակը շատ վատն է սոցիալ-տնտեսական իրականում, առաջին հերթին կապված հեռանկարների հետ։ Ես փորձում եմ հետևել լրահոսին, փորձում եմ հետևել անկախ ադրբեջանական լրագրողներին, որոնք պարզ պատճառով գտնվում են Ադրբեջանի սահմաններից դուրս, Ադրբեջանում շատ վատ տենդենսներ են տնտեսական, նավթի մեզ հայտնի է վերջին 10 տարվա ընթացքում, եթե մոտավորապես հաշվարկենք, 2 անգամ նավթի արտահանումը, նավթի արդյունաբերությունը իջել է քանակական։ Գազի նոր հանքերը չեն շահագործվում, որովհետև այստեղ եւս խնդիր կա։ Բիզնեսը, բրիտանական բիզնեսը, ինչպես մենք գիտենք, Ադրբեջանից գնում է, այսինքն հեռանկարներ չկան։ Նավթային էներգակիրների քաղաքականությունը հակակշռող այլ տնտեսական քաղաքականություն Ալիևը չի կարող առաջարկել, որովհետև տնտեսությունը ծայրահեղ մոնոպոլիզացված է, կլաների է բաժանված եւ այստեղ տնտեսական զարգացման հեռանկար չկա։ Այսինքն դրան գումարվում են նաեւ Ռուսաստանից եկող պատժամիջոցները։ Այո, եւ այս առումով իրականում պատասխանելով ձեր հարցին, դա կարող է պարադոքս երևալ։
բայց Թրամփի ուղին նույնքան այսպիսի մի փրկողակ է Ալիևյան ռեժիմի համար, որքանով դա փրկողակ է մեզ համար։ Եթե մեզ համար դա պետք է որպես խաղաղության գրավական, ինչ որ մի երաշխիք, ապա նրանց համար դա հնարավորություն է տալիս դառնալ տրանզիտային երկիր։ Ադրբեջանը տրանզիտային երկիր չէ, եւ տրանզիտային երկիր է միայն Ռուսաստանի եւ Իրանի համար, որոշ սահմանափակումներով, շատ փոքր բավականին ծավալներով, հիմա ինքը հնարավորություն է ստանում կապել Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Արևմուտքի հետ, Եվրամիության հետ իր տարածքով։ Եվ ես իրականում կարծում եմ, ես այդ միտքը հնչեցրել եմ, միջև այս Թրամփի ուղին, միջև այս նախագծի առաջ գալը, որ Ալիևի համար ամենամեծ խնդիրը, ամենամեծ նպատակն է եղել, ինչու այսքան ժամանակ ինքը ճնշում էր գործադրում մեզ վրա, Ադրբեջանը եւ Նախիջևանը կապող ճանապարհ չէ, այդ մեղրի ճանապարհը, միջանցքը կամ չգիտեմ, ինչպես են իրենք ասում Զանգեզուրի միջանցքը, սա ավելի մեծ նախագիծ է եւ Ալիևը փորձում էր վաճառել ամբողջ աշխարհին, նույն ԱՄՆ-ին, նույն Կենտրոնական Ասիային, եթե պետք է Չինաստան եւ Եվրամիության, նաեւ Հայաստանի մասնաբաժինը։ Այսինքն սա բիզնես պրոյեկտ է։ Եվ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի տարածքը տրանզիտային առումով շատ ավելի մեծ է, քան Հայաստանը, բայց ինքը այդ 42 կիլոմետրն էլ է փորձում վաճառել, այսինքն Հայաստանի գործոնը դուրս հանել եւ միայն ինքը Իլհամ Ալիևը որոշումներ կայացնել վաճառի թե չվաճառի, բացի թե չբացի։ Այդ ամբողջ քաղաքականությունը միտված էր դրան։ Այսինքն ինքը փորձեց գցելով Ռուսաստանին նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով, ունենալով իր հետևում նաեւ Թուրքիային, այս գործընթացը իրականացնել։ Փառք Աստծո, նրա մոտ դա չստացվեց, եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այսօր այդ Ալիևյան պլանների վրա կարելի է խաչ քաշել, բայց մենք չգիտենք ինչ է լինելու վաղը, մենք չգիտենք ինչ է լինելու Թրամփի հետ, ինչպիսի ընտրություններ կլինեն, միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում, հնարավոր կլինի նրան կոնգրեսը պահել թե ոչ։ Բայց հարցեր կան, մենք չգիտենք ինչքան ժամանակում այս ամենը իրականություն կդառնա եւ իրականում ես կարծում եմ, որ մեր շահերից է բխում հնարավորինս արագացնել գործընթացները կապված Թրամփի ուղու հետ։ Որպեսզի այդ ռիսկերը մենք չեզոքացնենք ապագայի։ Քանի որ Թրամփի ուղու մասին ենք խոսում, վերջին շրջանում բավական շատ են պնդումները, վերլուծաբաններ կլինեն, քաղաքական գործիչներ կլինեն, որոնք ասում են խաղաղության խաչմերուկի երկգաղափարը, որ Հայաստանը հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով առաջ մղեց եւ հիմա իդեմ Թրամփի ուղու դա սկսում է մոտենալ իրականություն դառնալու, իրականում այդ խաչմերուկը դանդաղ գործողության ական է, որը դրված է տարածաշրջանի տակ եւ մի օր այդ ականը պայթելու է, ընդ որում ոչ թե պայթելու է Հայաստանի գլխին, այլ տարածաշրջանի գլխին, այսինքն բերելու է տարածաշրջանային, առնվազն տարածաշրջանային պատերազմի, միգուցե ավելի լայն ներգրավվածությամբ, այսինքն ըստ էության համաշխարհային պատերազմի մասին կարող է խոսք գնալ։ Հիմա դա ընդհանրապես եղած լավ պրոյեկտին ընդդիմանալու, ներքին ընդդիմություն ստեղծելու ջանքեր են, հետեւաբար քաղաքական բայղուշություն, թե իրականում տենց վտանգ կա։ Այսպեսի հարց պարոն Սարդարյան, իսկ քաղաքական արգումենտացիա իրենք ներկայացնում են, ասում են մի օր պայթելու է, հիմքը որն է այդպեսի հայտարարությունների եզրակացություններ անելու համար։ Վաղը Ռուսաստանը օրինակ իր հարցերը կլուծի Ուկրաինայում, ու այսպես ինչքան ուժ ունի կպտտվի այս կողմ։ Հասկանալի է։ Օրինակ Այո, այդպեսի վտանգ կա։ Եթե Ռուսաստանի մասին է գնում խոսքը, վտանգ կա, տոկոսային առումով շատ ցածր է, հաշվի առնելով որ Ռուսաստանը, ինչ է նշանակում Ռուսաստանը իր հարցերը կլուծի, սցենարը մեկն է, եւ դա ես չեմ ասում, Վլադիմիր Պուտինն է ասում, ամբողջ գրաված տարածքները դառնում են, ճանաչվում են ռուսական, պլյուս այն տարածքները, որ Ռուսաստանը իր սահմանադրությունով հռչակել է ռուսական եւ որոնք փաստացի հիմա ուկրաինական բանակի վերահսկողության տակ են, այդ Ուկրաինայի տարածքները եւս պետք է տրվեն Ռուսաստանին։ Ես չեմ պատկերացնում այսպիսի սցենար։ Սա չի կարող իրականանալ, ես չեմ տեսնում հնարավորություններ, թեորիայի մեջ հնարավոր է, պրակտիկորեն ոչ։ Հետևաբար, եթե մենք այդ մի кейսը հանում ենք, այլ кейս, որ Ռուսաստանը կարող է ամբողջ ուժով պատտել Կովկասի վրա, ես դա չեմ տեսնում այդ վտանգը։ Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարող են այստեղ ընդհարվել։ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են ընդհարվել մեկ կետում աշխարհում եւ այդ կետը հարավային Կովկասը չէ, դա Թայվանն է։ Սա ամենադեստրուկտիվ սցենարն է մեզ համար։ Ինչու մեզ համար, որովհետեւ այդ դեպքում ամբողջ ռեսուրսը ամերիկյան ուղղվելու է Թայվանի պաշտպանության վրա,
ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, այլ նաև ռազմական։ Աշխարհում կա մեկ կետ, որի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները բացի իրենց տարածքից պատրաստ են մղել պատերազմ եւ այդ Թայվանն է։ Հետևաբար, եթե Թայվանում Չինաստանը հարձակվում է Թայվանի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնվում են այնպիսի մի իրավիճակում, որը շատ մոտ է, որին հայտնվել է Ռուսաստանը ու Ուկրաինայում, այսինքն այդ ամբողջ ռեսուրսը մեր պրոռուսական ուժերին չեն ասում։ Իրենք զբաղված են լինելու այնտեղ։ Եվ այդ դեպքում այո, հարավային Կովկասի մասին ժամանակավոր միգուցե մոռանալու են եւ այստեղ կարող են լինել խնդիրներ։ Սա սցենարներից մեկն է, որը ես պատրաստ եմ դիտարկել, սա կարող է լինել, բայց ես կարծում եմ, որ Չինաստանում ղեկավարությունը այնքան ողջամիտ է, որ այդպիսի արճակատման չի գնալու։ Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ միջև կա շատ լուրջ տնտեսական աֆիլիացիա, շատ լուրջ տնտեսական աֆիլիացիա։ Վերջո դա ձեռնարկություններ են, չնայած առևտրային պատերազմներ են գնում, բայց այնուամենայնիվ դոլարը շարունակում է ունենալ շատ, այսպես ասեմ, պայմանական ամերիկյան դոլարը շարունակում է ունենալ շատ մեծ դերակատարում միջազգային տնտեսության մեջ, աշխարհի տնտեսության մեջ։ Եվ Չինաստանը այդ տնտեսության մասն է։ Նրանք նույնիսկ ունեն ակտիվներ ամերիկյան դոլարով եւ ամերիկյան տնտեսության մեջ, եւ ես չեմ կարծում, որ Չինաստանը կգնա մի պատերազմի, որը ունի շատ կասկածելի հեռանկարներ, ռազմական, թե ոչ մեկ չգիտի ով կհաղթի, եւ շատ հստակ նեգատիվ տնտեսական հետևանքներ իրենց համար։ Իհարկե ԱՄՆ-ն էլ է դժվելու։ Ես որը միգուցե նաև անշրջելի հետևանք։ Այո, ես չեմ կարծում, որ Սի Ցզինպինը կգնա Պուտինի ճանապարհով, այստեղ մոտավորապես նույն բանն է, մասշտաբներն են տարբեր, չնայած ես պետք է ընդունեմ նաև իմ մեղավորությունը, որ ժամանակին ես պնդել եմ, որ Պուտինը Ուկրաինայի վրա չի հարձակվի, այսինքն Կիևի վրա չի հարձակվի, մաքսիմում կարող է լինել հարավ արևելքում, հա, այդ Լուգանսկի, Դոնեցկի շրջանում լոկալ պատերազմ, հարձակում, բայց մենք տեսանք, որ նա դա չարեց, գնաց այլ ճանապարհով, մենք տեսանք, որ այսօր հետևանքները Ռուսաստանի համար շատ նեգատիվ են, շատ վատն են, եւ ինքը հայտնվել է պատային իրավիճակում։ Ես չեմ կարծում, որ Սի Ցզինպինը կկորցնի adekvatությունը այդ աստիճան եւ կգնա այդ սցենարին։ Իսկ մնացած, ինչ որ դուք ասացիք, կարող եմ ձեզ հետ միայն համաձայնվել, հաշվի առնելով, ես էլ եմ մոտավորապես լսել ովքեր են դա ասում, որ դա նախընտրական տրամաբանության մեջ է ընկնում ավելի շատ, որովհետեւ այսօր քաղաքացիական պայմանագրի հիմնական խաղաթուղթը, որը նա գնում է ընտրություններին, դա այդ խաղաղությունն է, որի հիմքում ֆունդամենտը դա Թրամփի ուղին է։ Հետևաբար պետք է պայթեցնել այդ Թրամփի ուղին, որպես նախընտրական արգումենտացիա, բոլոր ԿՊ-ի հակառակորդները եւ մրցակիցները փորձելու են դա անել, եւ ես ավելի շատ դիտարկում եմ այս համատեքստում։ Քանի որ պատերազմի հավանականության մասին կամ դրա բացառման մասին խոսեցինք, տեսեք, հիմա բավական հետաքրքիր ու բավական լարված իրավիճակ է Մերձավոր Արևելքում, եւ դա ուզենք մեզ հետ կապ ունի եւ Հարավհյուսիսի հետ, եւ Թուրքիայի եւ մնացած բոլորի եւ Ադրբեջանի մնացած բոլորի հարաբերությունների հետ։ Իսրայելի սփյուռքի նախարարը հայտարարեց, որ ձևավորվել է ճարիքի նոր առանցք եւ այդ առանցքը կազմված է 3 երկրից՝ Թուրքիա, Սիրիա եւ Կատար։ Դրան զուգահեռ Միացյալ Նահանգներում, ընդ որում հանրապետականներից մեկը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով եթե ընդունվի, արգելվում է որևէ տեսակի օժանդակություն ցույց տալ Թուրքիային, քանի դեռ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, այսինքն չի ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը, եւ Ադրբեջանի նկատմամբ, որում այնտեղ պահանջ չկա, որ պետք է օկուպացված տարածքներից դուրս գա, քանի դեռ Ադրբեջանը ազատ չի արձակել Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին։ Հիմա այս երկու իրադարձությունը հաշվի առնելով մի շարք գործոններ, սրանք զուգահեռվել են պատահականորեն, թե այնուհանդերձ որոշակի տրամաբանություն կարելի է գտնել, ելի եմ ասում ընդգծելով, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում օրինագծի եղանակը հանրապետական է Թրամփի կուսակից։ Շատ հետաքրքիր кейս եք առաջ բերել, աշխարհաքաղաքական։ Խնդրում եմ, եթե ինչ-որ բան բաց թողեմ, խնդրում եմ հիշեցնել, որովհետև ցանկանում եմ ամբողջական պատասխանը տալ։ Տեսեք, դեր Գոլդա Մեյերի ժամանակներից, երբ որ նա Իսրայելում նախագահ էր, երբ որ Քիսինջերը գալիս էր իր մոտ, այն ժամանակվանից սկսած մենք գիտենք, որ Իսրայելը դա պոչն էր, իսկ ԱՄՆ-ն դա շումն էր, եւ շատ դեպքերում պոչը պտտում էր շանը։ Մենք կարող ենք նշել, որ հիմա նույն վիճակն է, եւ Բայդենի ժամանակ էլ էր նույն վիճակը, այստեղ Թրամփը մեծ դերակատարում չունի։
Սա իր հիմքում ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական ֆունդամենտ, որովհետև առանց Իսրայելի ԱՄՆ-ն անելիքներ չունի մերձավոր արևելքում։ Սա շատ կարևոր է նշել եւ վերջո պետք է նաեւ նշենք էթնիկ բաղադրիչը կոնգրեսում, հա, հասկանում ենք ինչքան հրեաներ կան, ինչքան ուժեղ է հրեական լոբին։ Սա մեկ։ Երկրորդը, որևէ մեկը երբևիցե չի չեղարկել Թուրքիայի զսպան քաղաքականությունը։ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մեզ մոտ միայն այդ մի կողմն է միշտ չէ տեսնում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, վերջ։ Ոչ։ Ու կներեք, որևէ մեկը ալարում են հիշել, որ օրինակ երբ Թուրքիա եւ Հունաստանի հարաբերությունները լարվեցին, միացյալները F-35-երով այդ ամեն ինչը բերեց հասցրեց այնտեղ, հիմա Իսրայելը Կիպրոսին է հակաօդային պաշտպանության զինատեսակներ տալիս, այսինքն բալանսը պահելու համար, որ տղեկ ձեզ խելոք կպահի։ Եվ F-35 գործարքից հետո Էրդողանը վազեց Աթենք եւ այնտեղ հայտարարեց, որ հույները ամենամեծ թուրքական ժողովրդի բարեկամներն են, երբ որ նա միջև այդ նախապատրաստվում էր ներխուժում կատարել ռազմական։ Հետևաբար Թուրքիայի զսպման քաղաքականությունը շարունակվում է։ Որևէ մեկը ԱՄՆ-ում երբևիցե թույլ չի տալու, որպեսզի Թուրքիան ամբողջապես տիրի մերձավոր արևելքում։ Իսկ Թուրքիան այդպիսի պլաններ ունի։ Թուրքիան դա մի երկիր է, որը Օսմանյան կայսրության հետնորդ է, հետևաբար իրենք ունեն եւ դա նորություն չէ, դա բոլորը գիտեն, ովքեր զբաղվում են այդ հարցով, նրանք ունեն կայսերական մտածելակերպ։ Էրդողանը կայսերապաշտ է։ Թուրքական քաղաքական էլիտան կայսերապաշտ է, այնպես ինչպես Պուտինյան Ռուսաստանում Կրեմլում գտնվողները եւ այդ մերձավոր նրանց, հա, տարբեր օֆիսներում գտնվող իրենք էլ են կայսերապաշտ։ Հետևաբար կայսրությունը, Օսմանյան կայսրությունը երբևիցե չի վերականգնվելու այս տարածաշրջանում, գոնե այնքան ժամանակ, քանի աշխարհում հեգեմոն է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա երկրորդը։ Իսրայելի գործակիցը շատ կարևոր գործակից է եւ Իսրայելը այստեղ շատ կարևոր դերակատարում ունի։ Հաշվի առնելով, որ Սիրիայում փաստացի Սիրիան վերահսկողության տակ վերցնելուց հետո Թուրքիան այնտեղ դարձել է հեգեմոն, Իսրայելը լուրջ վտանգի տակ է։ Եվ այնպես չէ, որ առանց որևէ պատճառաբանության է այդ իսրայելցի նախարարը նշում, որ Չարիքի, ոնց են ասել, Չարիքի առանց Կատար, Թուրքիա եւ Սիրիա։ Եվ ԱՄՆ-ն իրավունք չունի այսպիսի մեսեջները հաշվի չառնել, որովհետեւ սա համընկնում է իրենց քաղաքականության հետ, Թուրքիայի զսպման քաղաքական։ Թուրքիային տալիս են որոշակի գործառույթներ։ Թուրքիային պետք էր օգտագործել, որպեսզի Սիրիան մաքրել ռուսներից եւ իրանցիներից։ Դա արվեց։ Հիմա այնտեղ թուրքերն են, բայց դա չի նշանակում, որ թուրքերին թույլ են տալու Սիրիան դարձնել պլացդարմ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։ Երևի թե այսքան, եթե ես ինչ-որ բան բաց չեմ թողել։ Այստեղից արդեն տրամաբանական մեկ այլ եզրահանգման փորձ են գալ, ստացվում է հետեւյալ պատկերը։ Թուրքիան ընդ որում բավական շտապում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններ հաստատելու գործում։ Շատ ավելի է շտապում, քան ամենայն դեպս Ադրբեջանը։ Ադրբեջանը դեռ հույսեր ունի, որ ինչ-որ բաներ կհասցնի փոկել, հաշվի առնելով, որ 1-2 հարցում միգուցե եւ հաջողել է, այստեղ քննարկելու եւ գնահատելու խնդիր կա։ Թուրքիան շտապում է, որովհետև իրեն հիմա է պետք այդ ամեն ինչը, թե որովհետև կարծում է, որ վաղը դրա հնարավորությունը չի ունենալու։ Երևի թե ավելի շատ երկրորդը։ Տեսեք, վերադառնանք 44-օրյա պատերազմ։ Այդ պատերազմում Թուրքիան բավականին մեծ ակտիվություն է դրսևորել, Ադրբեջանին մեծ օգնություն է ցուցաբերել եւ մասնակցել է այդ պատերազմում, բայց պատերազմի արդյունքներով ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մոտավորապես 2 շաբաթ Անկարայում բանակցություններ էին գնում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև, երբ որ գնում էր շատ մեծ առևտուր թուրքական ներկայության մասին այդ տարածքներում, որոնք բռնազավթվել էին Ադրբեջանի կողմից։ Եվ մաքսիմումը ինչ Ռուսաստանը գնաց, դա Աղդամում այդ համատեղ մոնիթորինգային կենտրոններ, որտեղ է նա գտնվում այսօր, մենք բոլորս գիտենք։ Հետևաբար փաստացի հողի վրա Թուրքիան այդ աշխարհաքաղաքական կոմբինացիայից ոչ մի բան չի շահել։ Չի շահել։ Շահել է միայն Ադրբեջանը, իսկ կան շատ տարբեր ոլորտներ, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը նույնական չեն։ Դա այդ ոլորտներից մեկն է։ Հիմա Թրամփի ուղով Թուրքիան ավելի շատ բան կարող է ստանալ։ Այն պարզ պատճառով, որ Էրդողանը բազմիցս այդ մասին նշում,
ցանկացած կոմունիկացիաներ, կլինի դա խողովակներ, կլինի դա ճանապարհներ, հա, պետք է անցնեն Թուրքիայի տարածքով։ Դա իրենց քաղաքականությունն է, շատ ճիշտ քաղաքականություն է տնտեսական առումով։ Էրդողանը պատկերացնում է Թուրքիան որպես հաբ։ Եվ իրոք Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը շատ նպաստավոր է դրա համար։ Հիմա Թրամփի ուղին որտեղով պետք է անցնի։ Պետք է անցնի Թուրքիայի տարածքով։ Էրդողանին պետք չէ, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ։ Եվ վերջ, Էրդողանին Զանգեզուրի միջանցք պետք չի։ Այդ միֆը Էրդողանին պետք է Թրամփի ուղի, որը Ադրբեջանը, Հայաստանը կկապի Թուրքիայի հետ եւ Կենտրոնական Ասիայի երկրները ամենակարևորը մեր տարածքով հարավային Կովկասով կկապի Թուրքիայի հետ եւ Թուրքիան այդ թվում նաեւ կդառնա տրանզիտ պետություն, տրանզիտային պետություն, Եվրամիություն, Կենտրոնական Ասիա, միգուցե նաեւ Չինաստան, ամեն ինչ կախված է լինելու ԱՄՆ-ից, կապելով Թուրքիայի տարածքով, այսինքն այն ինչ որ Էրդողանը ասում է, հապ։ Ստեղ կա եւ այդ մեծ Թուրանի գաղափարի մնացորդները, չպետք է սա բացառենք, որովհետեւ Թուրքիան պետք է ունենա ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա, անխոչնդոտ։ Իսկ սա իրենց համար լինելու է փաստացի անխոչնդոտ ճանապարհ, եթե ամերիկացիների հետ ունենան նույն շահեր։ Իսկ ես կարծում եմ, որ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերը նույնական են լինելու։ Այստեղ մի եւ ուղղված են լինելու, կներեք, Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ։ Մի խոչընդոտ կա, միայն այդ իմաստով եմ ասում, հասկանալի է, որ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, հիմա չքննարկենք, հա, հայկական կողմի բոլոր փաստարկները, մեկն էլ կա այնտեղ։ Հռչակագրում հստակ գրված է, որ Թրամփի ուղին չի կարող օգտագործել ռազմական բեռների տեղափոխման համար։ Ո՞վ է դա ստուգելու։ Ամերիկացիները։ Մեր տարածքով անցնում ենք։ Հասկանալի է, հա։ Բայց դուք բացառում եք, որ մենք չենք կարող այդ հարցում Ամերիկայի հետ ունենանք նույնական դիրքորոշում, եթե ամերիկացիները մեզ շատ խնդրեն։ Հա, որ ասենք Ժողովուրդ ջան, պատկերը որ ասացա, Ժողովուրդ ջան, այս զենքը պետք է գնա Ուզբեկստան, մի ընթացիկ թողեք, թող գնա Ադրբեջան չի գնալու։ Ինչ մեծ կոնկուրենցիա է գնում, օրինակ նույն Իրանի կամ Վրաստանի տարածքով, մեզ վրա օրինակը բերենք, երբ որ մեզ ինչ որ մատակարարումներ են անում տարբեր զինատեսակների կամ Վրաստանի տարածքով անում կամ Իրանի, չէ, եւ անընդհատ մենք խնդիրների ենք բախվում, բայց պայմանավորվում ենք, չէ։ Իսկ ով ասեց, որ Թրամփի ուղով մենք չենք կարող պայմանավորվել։ Ես այդպես եմ դա պատկերացնում։ Այն ժամանակ, երբ որ դա պետք է լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դա կվաճառվի Թուրքիային։ Երբ որ պետք չի լինի, չի վաճառվի։ Դրա համար են իրենք գալիս այստեղ, ու մեր գեղեցիկ աչքերի համար չեն գալիս։ Եվ այո, ես կարծում եմ մեզ էլ կհարցնեն, դե մենք էլ պետք է հաշվենք, որն է մեր շահը, որն է մեր վնասը եւ որոշում կայացնենք։ Զրույցի ամենասկզբում մենք խոսում էինք այն հնարավոր ռիսկերի մասին, որ Ադրբեջանի զինվելը կարող է իր մեջ պարունակել եւ շատ բավական օբյեկտիվ մտածող մարդիկ ասում են Հայաստանի Հանրապետությունը հիմա մի լրջագույն խնդիր ունի։ Մենք ունենք բազմաթիվ ռազմավարական գործընկերներ, Չինաստանից սկսած Միացյալ Նահանգներով վերջացրած, ենթադրվում է առաջիկայում ռազմավարական գործընկերության պայմանագիր կստորագրվի նաև Ֆրանսիայի հետ, այսօր Շիմիչալուս Փարիզում այդ քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են դեռ, բայց Հայաստանը ունի ռազմական դաշնակից։ Ռուսաստանի հետ հասկանալի խթի վրա գրված է, լավ, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, գնահատականներ չտանք, թե Ռուսաստանը իրենց ինչ դաշնակից է ներկայացնում, եւ դա է ամենամեծ անվտանգային խնդիրը, որ ունի հիմա Հայաստանը իր առաջ դրած։ Ռազմական գործընկեր մենք չունենք։ Ես կարող եմ այսպես պատասխանել, շատերի համար դա կարող է հնչել որպես պարադոքս, դա Հայաստանի քաղաքականության արդյունք է։ Բավականին մտածված քաղաքականության արդյունք, որովհետեւ մենք մի անգամ դաղվել ենք այդ ռազմավարական 97 թվականի պայմանագիր Ռուսաստանի, տեսել ենք ինչպես է դա աշխատում, ավելի ճիշտ ինչպես չի աշխատում, եւ որ մենք մնացել ենք օդում, եւ դա ես համեմատում եմ տանձիկ է լինում ծեծի համար, դարձել ենք տանձիկ տարածաշրջանում ծեծի համար, ով կարողանում էր գալիս էր մեր ծեծում էր, իսկ պաշտպանող չկար, իսկ մենք ինքներս չէինք կարող պաշտպանվել, հետեւաբար մեր ղեկավարությունը, ես որքանով ես հասկանում եմ, այսպես է պատկերացնում, մեզ պետք չեն ռազմավարական դաշնակիցներ, որոնց վրա մենք ամբողջ հույսը կդնենք Ռուսաստանից հետո, կարևոր չի ով կլինի դա։ Եվ իդեպ այդպիսի երկրներ չկան, ովքեր որ դա պատրաստ են անել, այն մեր ընկալումները, օրինակ ԱՄՆ-ն դա պատրաստ չի անել, Ֆրանսիան պատրաստ չի, Իրանն է պատրաստ։ Մենք պատրաստ ենք դրան։ Մարդիկ մեզ ասել են, «Կանք ռազմաբազա բացենք»։ Մենք պատրաստ ենք դրան։ Մեծ ձեռնտու է դա։ Արդյոք չի կարող լինել մեկ օր, երբ որ Իրանը դառնա մեզ համար Ռուսաստան այս առումով։
Եթե չեմ սխալվում, ժամանակից սա հաստատված տեղեկատվություն չի, Հնդկաստանն է այդպիսի ցանկություն հայտնել ռազմաբազա բացել Հայաստանում։ Հետևաբար մեզ պետք են, սա մեր կառավարության դիրքորոշումն է, որքանով ես հասկանում եմ, պետք են ռազմավարական գործընկերներ, բայց ոչ դաշնակիցներ, որովհետև դա անիմաստ գործողություն է, որը X պահին, երբ որ հասունանա այդ դաշնակցության իրագործման պահը, դա ուղղակի չի աշխատելու, հաշվի առնելով մեր տխուր եւ դառը փորձը։ Այսինքն մենք աստիճանաբար դառնալու ենք արտադաշինքային պետություն, հա։ Որքանով ես հասկանում եմ, մեր ղեկավարության դիրքորոշումը սա է։ Այսինքն մենք չենք գնում ՆԱՏՕ, ժամանակի ընթացքում վերջնականապես լքում ենք ՀԱՊԿ։ Չգիտեմ, որքանով է նպատակահարմար իրենց կարծիքով, որ մենք գնանք Եվրամիություն, դե սա մի փոքր այլ մակարդակ է, սա ռազմաքաղաքական դաշինք չէ, բայց մոտավորապես այսպես։ Որովհետև եթե մենք օրինակ, ես հիմա իրենց տրամաբանությունն եմ փորձում ներկայացնել, եթե մենք գնում ենք ՆԱՏՕ, ուրեմն մենք չենք ունենալու լավ հարաբերություններ Չինաստանի հետ կամ Իրանի հետ, իսկ մենք ցանկանում ենք բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ։ Նիկոլ Փաշինյանը ասել է, չէ՞ վարչապետը, բալանսավորման քաղաքականություն, ես չեմ կարծում, որ ինքը այստեղ ստում է։ Սա իրական իրոք իր մոտեցումը այսպես է։ Հիմա մտահոգություններից մեկը այն է, որ այդ բալանսավորման քաղաքականության արդյունքում, այսինքն երբ մենք ունենք դաշնակիցներ, ունենք գործընկերներ, որոնք ըստ էության չեն գալու մեր հետ, չեմ ասում մեր փոխարեն, մեր հետ կռվելու, Հայաստանը դառնում է խոցելի այն իմաստով, որ Ադրբեջանը կարողանում է Հայաստանին ճնշել, Թուրքիան կարողանում է Հայաստանին ճնշել, մեր թիկունքը պահող չկա, եւ Հայաստանը ուզի այդ դեպքում գնում է որոշակի զիջումների, այսպես ասեմ, սկսած արդեն 2-3 օր է այդ թեման, որ մեջտեղ է եկել, այդ դրոշմակնիքի վրայից Արարատ լեռան ուրվագիծը հանելու հետ կապված, ճիշտ է, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Քլեչի այցի հետ դա բացարձակապես կապ չունի, դա իրական Հայաստանի մեր իշխանությունների տեսլականի մասն է, բայց այն որ հետո մտահոգություն են հայտնում, որ այսա Ադրբեջանը կպահանջի կասի այն զենքերը, որ առել եք տարեք հետ տվեք, որ էլ նոր զենք չառնեք, այսինքն զիջումը զիջման հետևից գալու է մինչև հասնում մեր կոկորդին։ Ձեր թույլտվությամբ ես կնիկների մասին չխոսեմ, եկեք խոսենք քաղաքականությունից։ Ես օրինակը բերեմ 102-րդ ռազմաբազայի վրա։ Ես վստահ եմ, որ օրերից մի օր հույսով եմ, որ դա կլինի հնարավորինս շուտ այդ ռազմաբազան դուրս է բերվելու Հայաստանից։ Եվ մեզ համար չափազանց կարևոր է, որ որևէ այլ ռազմաբազ այստեղ չլինի դրանից հետո։ Որովհետև բալանսը կառուցվում է այսպես այդ դեպքում, եթե ռուսները այստեղ չեն, բոլորը փորձելու են գալ այստեղ։ Եվ երբ որ օրինակ թուրքերը փորձեն գան այստեղ, դրան հակառակվելու են իրանցիները։ Երբ որ ամերիկացիներն են փորձելու գան, հակառակվելու են չինացիները։ Այսինքն այս տարածքը դառնում է ոչ թե կռվախնդիր, այլ ինչ որ մրցակցության տարածք, ինչը ձեռնտու է մեզ։ Որտեւ այդ բոլորը իրար հակակշիռներով, ես այդպես եմ դա պատկերացնում, եթե մենք չենք դնում բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ, օրինակ Ամերիկայի հետ չենք կնքում այնպիսի պայմանագիր, ինչպեսին օրինակ ունի Իսրայելը։ Չենք կնքում, որտեւ Ամերիկային դա պետք չի։ Սկսենք այդտեղից, լինենք ռեալիստ, կամ Ֆրանսիայի հետ։ Իրենց պետք չի դա։ Չունենք այդ պայմանագիրը, հետեւաբար ինչ է մեզ մնում։ Անել է այնպես, որ բոլորի շահերը հակակշռվեն եւ որևէ մեկը թույլ չտա, որ մյուսի շահը այստեղ լինի գերիշխող։ Մանավանդ, եթե մենք ունենք այդ ժամանակ ունենալու ենք Թրամփի ուղի, որը գործելու է ելնելով բոլորի շահերից։ Ես այսպես եմ դա տեսնում։ Նույնիսկ Ռուսաստանին եւ Իրանին են առաջարկում, գոնե մեր մոտեցումը սա է մեր կառավարության մասնակցել այդ գործընթացին եւ հայկական խաչմերուկի միջոցով, որը իդեպ բավականին հետաքրքիր կոնտուրներ է ստանում, հա, իրական կոնտուրներ է ստանում այդ նախագիծը ժամանակին շատ էին ծիծաղում, ասում են ինչ որ Փաշինյանը հորինել է եւ այլն, սա հիմա ունի ինչ որ կոնտուրներ, որով հնարավոր է սա իրականացնել, չգիտեմ կլինի թե ոչ, բայց հնարավորությունը կա։ Հետևաբար այսպիսի քաղաքականությունով թույլ չտալ ոչ մեկին զբաղեցնել այստեղ ռազմաքաղաքական գերիշխող դիրք, մենք կարող ենք հասնել նրան, որ մեր երկրի տարածքը 29743 կիլոմետրը, սա հստակ պետք է նշել, լինի անվտանգ եւ ապահով, այնքան անվտանգ եւ ապահով, որքանով դա հնարավոր է այսօրվա աշխարհում։ Ուսանք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր զրուցակիցներ վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ ամպերություն բոլորիս։